Նիկոլ Փաշինյանի հոգին փառավորվել է, որի վերջո սկանդալ է պայթել Եզրաստ Սրբազանի ԿԳԲ-ի գործակալ լինել չլինելու հարցի շուրջ։ Եկեղեցու դեմ պայքարի դուրս եկած Նիկոլ Փաշինյանը ճանապարհին անկանոն հարվածներ է հասցնում նաև ԱԱԾ-ին։ Եվ ամենավատ նվերը կամ գերեզմանակարը, որ ԱԱԾ-ն ինքն իրեն կարող էր անել, դեկտեմբերի 20-ից առաջ այս հայտարարությունն է։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ աշխատող ուժերը կորցրել են ողջախոհությունը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի ներկայացուցչի մեկնաբանությունը։ Նման քայլերով ցույց են տալիս իրենց հնանկությունը։ Ուրիշ ասելու բան չունի թեմը։ Ադրբեջանական Սոկարի վառելիքի մուտքը Հայաստան ըստ Նիկոլ Փաշինյանի նշանակում է, որ խաղաղությունը իրողություն է, ըստ վերլուծաբանների, որ Ալիևը եւս մեկ քայլ է անում աշխարհին խաղաղարար ներկայանալու ճանապարհին։ Քաղաքական ակցիա ուղղված ինչպես ներքին լսարանին, այնպես էլ արտաքին աշխարհին։ Եվ Բաքվի նոր քարոզչական փուչիկը Ալիևը հավանաբար ուզում է, որ աշխարհը հավատա, թե փայլեցրած բանտախցերով, ժամանակակից գրադարանով ու մարզասրահով են ապահովված հայերը Ադրբեջանի բանտերում։ Փորձել են միջազգային հանրությանը ցուցադրել, որ պահման իդեալական պայմաններ են ապահովել հայերի համար։ Դեկտեմբերի 20-ի գլխավոր նորությունները կհայտնի Հայլուրը, բարի երեկո սիրելի հայրենակիցներ, եւ այսպես Նիկոլ Փաշինյանի հոգին փառավորվել է, որի վերջո սկանդալ է պայթել Եզրաստ Սրբազանի ԿԳԲ-ի գործակալ լինել չլինելու հարցի շուրջ։ Նրա զայրույթի պորտկումից մեկ օր հետո է քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամուլի օրգան CVKM-ը հրապարակել Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաստ Սրբազանին վերաբերող մի փաստաթուղթ, որով ըստ այդ կայքի հաստատվում է, որ Սրբազանը ԿԳԲ-ի գործակալ է եղել 1986-ից 88 թվականներին։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ աշխատող ուժերը կորցրել են ողջախոհությունը, սա Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի ներկայացուցչի մեկնաբանությունն է։ Հոգևոր Հայաստանում կասկած չունեն քաղաքական իշխանությունը մութ անցյալի իբրև աղմկոտ բացահայտումներով փորձում է քար նետել ոչ թե անձամբ Եզրաստ Սրբազանի, այլ նրա եղբոր ամենայն հայոց կաթողիկոսի, նրա գլխավորությամբ էլ ամբողջ եկեղեցու վրա, որովհետեւ հայոց եկեղեցու սպասավորին ԿԳԲ-ի գործակալ կարող են անվանել մարդիկ, որոնք ծանոթ չեն հայոց պատմության նորագույն շրջանին, խորհրդային իրականության, պետություն եկեղեցի հարաբերություններին, մարդիկ, որոնք պետական պաշտոնյա են դարձել արկածախնդրորեն։ Լիլիթ Խալաթյանն է պատմում։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմում միայն ծիծաղ է առաջացնում ԿՊ կուսակցական մամուլի օրգան CVKM-ի բացահայտումը։ Դատարկաբանություն եւ կեղծիք թեմի մամուլի ծառայությունն է այսպես արձագանքում հրապարակմանը, թե 1986-ից 88 թվականներին ԿԳԲ-ի գործակալ է եղել թեմի առաջնորդ Եզրաստ arczepiskopos Nersisyan-ը, կաթողիկոսի կրտսեր եղբայրը։ Արդյոք միտք ունի պատասխանել դատարկաբանությանը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ աշխատող ուժերը կորցրել են իրենց ողջախոհությունը եւ նման քայլերով ցույց են տալիս իրենց հնանկությունը։ Ուրիշ ասելու բան չունի թեմը։ Ազգային անվտանգության ծառայությունը, որ հոկտեմբերին հրաժարվել էր մեկ այլ լրատվամիջոցի Civilnet-ին տեղեկություն տալ Եզրաստ Սրբազանի գործակալ լինելու մասին, հիմա Civic-ին պատմել է Եզրաստ arczepiskopos-ի նաև այսօրվա գործունեության մասին։ Իբր Սրբազանը հիմա էլ է կապեր պահում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ եւ դա կարող է սպառնալիք լինել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Դա ընդհանուր ծիծաղ է առաջացնում։ Ինձ թվում է անլրջացնում ամեն ինչ։ Դա ամեն ինչը կեղծիք է նրանով, որ Սրբազանի գործունեությունը իմ աչքի առաջ է նոր եմ տեղափոխվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմում ծառայությունս բերելու։ Դրվատանքի խոսքերից ուրիշ որևէ բան չեմ կարող վկայակոչել Սրբազանի մասին։ Իսկ ինչով է Ռուսաստանում զբաղված Եզրաստ arczepiskopos-ը, որին ԿՊ կուսակցական մամուլը ներկայացնում է որպես Կարո Մականունով գործակալ։ Թեմի հոգևորականներն առաջարկում են իրենց խոսքով փնթի փաստաթղթեր չնկարել, այլ հյուսիսային թեմ գնալ։ Եկեք Ռուսաստան, եկեք Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի հայոց թեմ, դուք ինքներդ կտեսնեք, դուք ինքներդ կհամոզվեք, թե ով է Սրբազանը։ Գործակալ է, թե եկեղեցաշեն, աստվածասեր անձնավորություն է։ Այսօր կարող են ամեն մարդու մասին ուզած փաստաթուղթը կեղծել, թե հետին թվով եւ թե նաեւ կարող են, չգիտեմ, ապագայից օրինակներ բերեն, ասեն ընդից մարդեր եկե մեզ պատմեց։ Ցանկացած նենգության է պատրաստ գործող քաղաքական իշխանությունը հայ եկեղեցին արատավորելու համար, կարծում է Տեր Զարեհ Քահանա Աշուրյանը։
Սրբազան հոր կարծիքը այսպես կոչված գաղտնազերծված փաստաթղթի մասին դեռ չի լսել քահանան, բայց վստահ է, թե մի առաջնորդը աննկուն է, եկեղեցին նույնպես։ Արդյոք այս թեմայով սրբազան հորեն խոսելու կարծում եմ այդ առիթել չկա, որտեղ իմաստ չկա այդ թղթին անդրադառնալը, բայց որ սրբազան հայրը իր ամբողջական առաքելության մեջ է, դա փաստում է հենց իր գործերը։ ԱԱԾ-ին հրամաններ տվող պաշտոնյաներին խելքի գալու կոչ է արել Մայրաթորի արխիվի եւ թանգարանների տնօրեն Ասողիկ Աբեղա Կարապետյանը։ Տգիտությունը եւ պետականաքանդությունը պետք է չափ ու սահման ունենան։ Հարգելի պաշտոնյաներ, բավ է, խելքի աշեցեք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Ասողիկ Աբեղա Կարապետյանի խոսքով հայոց եկեղեցու սպասավորին ԿԳԲ-ի գործակալ կարող են անվանել մարդիկ, որոնք ծանոթ չեն հայոց պատմության նորագույն շրջանին։ Խորհրդային իրականության պետություն եկեղեցի փոխհարաբերություններին, մարդիկ, որոնք այսօր դարձել են պետական պաշտոնյաներ, արկածախնդրորեն։ Լիլիթ Խալաթյան, Արաքել Օհանյան, Հայլուր։ Եկեղեցու դեմ պայքարի դուրս եկած Նիկոլ Փաշինյանը ճանապարհին անկանոն հարվածներ է հասցնում նաև ԱԱԾ-ին։ Փաշինյանին դիմախոսները արձանագրում են, եթե մի պահ ենթադրենք, որ Եզրաստ Սրբազանին արատավորելու համար հրապարակված այդ թուղթը իրական է ու այն իսկապես գաղտնազերծել է ԱԱԾ-ն, ապա դա վտանգավոր ուղերձ է ապագային։ Քաղաքացիները սկսելու են վախենալ անվտանգության մարմինների հետ համագործակցությունից, մտավախությամբ, որ կթիրախավորվեն։ Գործակալական ցանցի բացահայտումը հեղինակազրկելու է ազգային անվտանգության ծառայությունը։ Վերլուծաբանները մի բան չեն հասկանում. ինչու է գործող վարչապետի սիրտը սկանդալ ուզում Եզրաստ Սրբազանի իբրև գործակալ լինելու բացահայտումից հետո, եթե բացարձակ անտարբեր էր, երբ իր կաբինետի առանցքային անդամներից մեկը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրապարակայնորեն խոստովանում էր, համագործակցել է ԱԱԾ-ի հետ։ Կեղծ է, թե իրական Եզրաստ արքեպիսկոպոս Ներսիսյանին վերագրվող փաստաթուղթը։ Եթե անգամ ընդունենք, որ այն կեղծ չէ, դրա հրապարակումը օրենքի ոտնահարում է, ասում է ԱԱԾ պահեստազորի միության տնօրենը։ Մեր օրենսդրությունը հստակ սահմանում է օպերատիվ հետախուզական մարմինների հետ գաղտնի համագործակցող կամ երբևէ համագործակցած անձանց մասին տեղեկությունները պետական գաղտնիք են։ Եթե պետությունը չի կարողանում սեփական քաղաքացու անձեռն մխելիությունը, սեփական քաղաքացու ունեցած գաղտնիքները պահելն ու պահպանելը, ուրեմն այս դեպքում այդ պետության հիմքում ինչ-որ մի բան դժվար խախտված է։ Ազգային անվտանգության ծառայությունը չի հերքել, որ ՔՊ կուսակցության լրատվամիջոցին հենց այդ կառույցից են տրամադրել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթը։ Այդ կառույցը կատարել է իր ֆունկցիան, իր գործառույթը իրականացնելուց։ Ըստ փորձագետների, գործակալ դառնալու համար մարդը ստորագրություն է տալիս, որ իշխող պետության է գործելու։ Պետությունն էլ պարտավորվում է գաղտնի պահել այդ մարդու մասին ցանկացած տեղեկություն։ Մարտին Հուրիխանյանը պնդում է, Բաքվում գործակալների մասին կարող էին իմանալ միայն երկու մարդ։ Գաղտնի ծառայության առաջին դեմքը եւ այն աշխատակիցը, որը հավաքագրել է գործակալին։ Նույնիսկ իր վերադասը, իր ղեկավարը, ասենք բաժնի պետ է, վարչության պետ է, այդ գործակալի մասին տեղեկություններ ունենալ չէին կարող։ Միակ մարդը, որ կարող էր ունենալ, բացի այդ տուն հավաքագրողից, այդ մարդը կարող էր միայն կառույցի գլխին կանգնած մարդը։ Հուրիխանյանը կասկածում է հրապարակված թղթի իսկությանը։ Այնտեղ ստորագրություններ կան, որոնք անանուն են, նկատում է նա։ Ինտելեկտուալ ցածր մակարդակ ունեցող մարդկանց հաշվարկով արված գործողություն է։ Եթե սա կեղծ փաստաթուղթ է, որին միտված եմ ավելի հավատալու, որակը տեսնելով, դա նշանակում է, որ լրատվականը ազգային անվտանգության ծառայության անունը շահարկելով ինչ որ հրապարակում է անում հերթական անգամ հակաեկեղեցական մթնոլորտ ձևավորելու համար։ Հայաստանի իշխանությունը Եզրաստ Սրբազանին գործակալ հռչակելով ու հայտարարելով, թե այսօր էլ նա կապեր է պահպանում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, հող է նախապատրաստում նրան ձերբակալելու համար, ենթադրում է իրավապաշտպանը։ Ձերբակալելու եւ կալանավորելու։ Սա պարզա ինչ է կատարվում։ Իրավապաշտպանի համար ակնհայտ է, որ երկրի քաղաքական իշխանությունը իրավական ամբողջ համակարգն օգտագործում է իր
քաղաքաեկեղեցական արշավը հաղթական ավարտի հասցնելու համար։ Ինչը, սակայն, լուրջ հարված է Հայաստանի միջազգային հեղինակությանը։ Ողջ իրավապահ համակարգը լեցված է ինչ-որ fake պատարակներ սպասարկելուն, ինչ-որ այլ ասել աղանդավորների տանել բերելուն, դրա համար մենք այս վիճակում ենք։ Լանա Համբարձումյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդելյան, Հայլուրի համար։ Ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ հոկտեմբերիկ եմ եղել, իսկ ես պիոներ։ Սոցցանցերում իրոնիայի ու սարկազմի ալիք է բարձրացրել Civic AM-ի սկանդալային հրապարակումը։ Պարզ քաղաքացիներն են հիշեցնում Նիկոլ Փաշինյանին, անգամ փաստաթղթի իսկությունը ընդունելու դեպքում ակնհայտ է 1986-ից 88 թվականներին ԽՍՀՄ քաղաքացու համագործակցությունը սովետական հատուկ ծառայությունների հետ չի կարող հանցագործություն համարվել։ Տոտալիտար իրավակարգի պայմաններում դա երբեմն անգամ պարտադրվում էր, բայց այս ամենը Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյանի համոզմամբ անգամ էական էլ չէ այն լույսի տակ, որ ակնհայտ կեղծ է հրապարակված թուղթը, ամենազվարճալին էլ այն է, որ դրա հեղինակները կարծում են, թե 1986-ին ԱԱԾ փաստաթուղթը կարող էր գրվել հայերեն։ Ծննդյան թիվը նշված է, ծննդյան օր ամիս չի նշված։ Հա, այստեղ էլ մի կա ոսկեհատ գյուղն է, բայց վյովա էջմիածին չի եղել։ Խորհրդային միությունում 86-ին էջմիածին չի եղել, էջմիածի շրջանայղ է, տո անգրագետն է։ Ակնհայտ է, որ տեքստը գրվել է, կրթվել է նորաձև է շարժման ժամանակներում։ Կես կատակ, կես լուրջ ասում է ազգային ժողովի պատգամավոր Գեգամ Մանուկյանը, ուշադրություն հրավիրելով Civic-ի հրապարակած փաստաթղթի տառասխալներին։ Տգիտության, փնթիության ու վախի դրսևորման լավագույն օրինակն է ԱԱԾ-ի վերջին գլուխգործոցը, կարծում է Մանուկյանը։ Ըստ նրա տպավորություն է, թե շեֆը ԱԱԾ է զանգել ու հրահանգել, շտաբ սկանդալ պայթեցրեք։ Նիկոլի շատ արագ հրամանը, վայ մի բան պետք է մոգոնել, որտեղ մի քանի անգամ արդեն եղել էր մամուլում Եզրասրբազանը համագործակցել է, փորձել են արտատպել, բայց քանի որ ախր շատ են փնթի է։ Հատուկ ծառայությունների գաղտնազերծած փաստաթղթերի իրական նմուշներ է գտել պատգամավորը։ Դրանք համացանցում են հայտնվել Գերմանիայի, Լատվիայի, Էստոնիայի արխիվներից։ Այդ փաստաթղթերը կետ առ կետ համապատասխանում են պետական անվտանգության կոմիտեի այն ժամանակվա նախագահ Սարսափազդու Վիկտոր Չեբրիկովի հրամանով ստեղծված ձևանմուշին։ Այս սրանք են 3 եւ 3A ֆորմաները։ Այս ֆորմաները լրացվում են կամ մեքենայով, կամ ձեռքով, մանուշակագույն թանակով, ռուսերեն լեզվով, հասկանալի ձևով եւ այլն եւ այլն եւ այլն։ Ու նշում է անուն, ազգանուն, հայրանունը գրվում է մեծատառերով։ Բայց պարզվում է, խորհրդային Հայաստանի կագեպեն համարձակվել է չենթարկվել Չեբրիկովի հրամանին։ Սարկազմով ասում է պատգամավորը։ Նկատում է, Civic-ի տարածած տեքստը մեղմ ասած ընթեռնելի չէ։ Բացակայում են տողեր, կան ուղղագրական սխալներ, բառերը կրճատված են, ինչը անթույլատրելի է այս ձևաչափում։ Այս տառաձևը բան է, այն ժամանակ չօգտագործվող տառաձև է։ Երկրորդ այս կետագծերին, որ ուշադիր լինենք, այստեղ բոլորը գծեր են, այստեղ բոլորը գծեր են։ Սա տպագրական չի, սա համակարգչով սարքած է։ Բոլորը ովքեր խորհրդային միությունում ծառայել են զինվորական, զորամասիվ զինվորական գրքույկում լրացումները հատիկ տառեր։ Իսկ ամենազվարճալին ըստ Գեգամ Մանուկյանի այն է, որ 1986-ին խորհրդային Հայաստանում հատուկ ծառայությունը փաստաթղթերը կազմել է հայերեն եւ ոչ թե ռուսերեն։ Ազատ անկախ Հայաստանի պայմաններում 97-ին բանտից ԿԳԲ-ի բանտից ազատվել է իմ ազատականը, որ ժամանակավոր տեղեկանք է, ռուսերեն լեզվով է։ Կասկածելի փաստաթղթում տողերի ոչ տրամաբանական հերթականություն է տեսնում ընդդիմադիր պատգամավորը։ Ընդգծում է, չկա որևէ խելքին մոտ փաստաթուղթ, որտեղ ազգության եւ քաղաքացիության միջև խցկվի կրթություն բառը։ Ազգությունը, բոլորը գիտեն, անձնագրերում է ազգություն, քաղաքացիություն, բայց ազգություն խառնել են, գրել են կրթություն, հետո հիշել են, որ չէ քաղաքացիություն, իսկ ձևաթղթում ազգություն, քաղաքացիություն, կրթություն։ Դժվար թե 80-ականներին այդ խիստ ԿԳԲ-ական համակարգում Հայաստանի ԿԳԲ-ի պետ այն ժամանակ կարծեմ Մարիուս Սյուզբաշյանն է, որևէ մեկը այդ ձևի փնթի, այս ձևի տեղեկանք պատրաստել։ Ավանդաբար դեկտեմբերի 20-ին նշվում է ԱԱԾ աշխատողի օրը։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով այս թուղթը ամենավատ նվերն է ԱԱԾ-ականներին։ Ամենավատ նվերը կամ գերեզմանակարը, որ ԱԱԾ-ն ինքն իրեն կարող էր անել դեկտեմբերի 20-ից առաջ,
այս հայտարարությունները։ Պատգամավորի կարծիքով արդեն 8 տարի խաթարված է ԱԱԾ-ի գործառույթը։ Պետության անվտանգության համար պատասխանատու կառույցը նախ գազալցակայաններում ՀԴՄ կտրոններ էր ստուգում, հիմա հետևում է, որ պատարագի տեքստերը պատշաճ խմբագրվեն։ Եղել են նաև կրիտիկական օրեր, երբ ազգային անվտանգության ծառայության սպաները ստիպված էին սատանաներ որսալ։ Ազգային անվտանգության ծառայությանը առանց կատակ ես այդպիսի հանձնարարական տվել եմ պարզել որոշ շրջանակների եւ սատանայի համագործակցության ձևերը եւ ուղիները, պարոն Մարտիրոսյան, հաստատեք, որ այդպիսի հանձնարարական ստացել եք։ Այո, իսկապես մի քանի օր առաջ այդպիսի հանձնարարական ստացել եք։ Լիլիթ Խալաթյան, Արաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Բագրատ եւ Արշակ սրբազանները կալանավայրից հայտարարություն են տարածել Մայրաթոռը ասպատակելու փորձ անվանելով դեկտեմբերի 18-ի ներխուժումը Էջմիածին, հիացմունք հայտնելով իրենց խոսքով ուխտապահ եկեղեցականների եւ հավատացյալ ժողովրդի խիզախ կեցվածքին, որը եւս մեկ անգամ փաստեց, որ հայ մարդու մեջ չի կարող սպանվել ինքնության զգացումը անկախ հալածանքների սաստկությունից մեջբեր է։ Քստմնելի էր արշավորդների առաջին շարքերում տեսնել տիրադավությունը իրենց ճակատին որպես աղվեսադրոժմ դաճած դեռևս բարձրաստիճան հոգևորականներին, որոնք ոստիկանական շարքերի հետևում էին ծվարել շփոթված եւ շվարած հայացքներով։ Բագրատ եւ Արշակ սրբազանները ակնհայտ են համարում, որ կաթողիկոսի հեռացումը պահանջող հոգևորականները հասկանում են, ընտրել են ինքնաոչնչացման եւ ինքնաժխտման ճանապարհը, խամաճիկ դառնալով խառնակիչ տիկնիկավարի ձեռքին, որը կարճ ժամանակ հետո իրենց եւս զոհաբերելու է ատելության եւ թշնամության արյունածարավ կուռքին։ Եվս մեկ մեջբերում Թող մեր Տերը անխախտ ու անսասան պահի Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը մեր համբուրելի եւ խոցված հայրենիքն ու ժողովրդին, որպեսզի մեր կյանքից մեկնի մեկը, մերժվի մառախուղը, վերանամութը, չքանաչարիքը, հալածվեն հուսահատությունները եւ թագավորի տիրոջ ամենակարող ձեռքը։ Մեր եւ կալանավորված մեր մյուս հոգեվոր եղբայրների Միքայել եւ Մկրտիչ սրբազանների անունից մեր հավատարմությունն ենք հայտնում ամենայն հայոց հայրապետին եւ լուսավորչի գահին, առանձնակի ջերմությամբ աղոթում ենք Տեր Վրդանես Քահանա Բաղալյանի շուտապույտ ապաքինման համար մեջբերման ավարտը։ Ինչպես գիտեք, Վրդանես Քահանա Բաղալյանը դեկտեմբերի 18-ի լարվածության պահին սրտամկան ինֆարկտ էր ստացել։ Սրտի վիրահատությունից հետո ինտենսիվ թերապիայի բաժանմունք է տեղափոխվել, նրա սիրտը ստենտավորել են։ Տեր Վրդանեսը մեզ հետ զրույցում ասել է, որ լավ է, սպասում է դուրս գրվելուն։ Կարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Սուրբ Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հավատացող մեր Անդրանիկ թագավորի հիշատակության տոնի առիթով Շիրակի թեմի առաջնորդանիստ Գյումրիի Սուրբ Յոթվերդ եկեղեցում մատուցվել է Սուրբ եւ անմահ պատարագ։ Պատարագին մասնակցել են Շիրակի եւ Արագածոտնի թեմերի հոգեվոր հայրերը, Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ Աղոթել են ապօրինաբար ազատազրկված հոգեվոր հայրերի, ազգային բարերարի, գերեվարված հայորդիների համար։ Անցնենք առաջ, արդեն հայտնի է ադրբեջանական բենզինը ԿՊԱ-ական պատգամավորներից մեկի անվան հետ կապվող բենզալեցակայաններ է մտնելու։ Սոկարի վառելիքի մուտքը Հայաստան ըստ Նիկոլ Փաշինյանի նշանակում է, որ խաղաղությունը իրողություն է, ըստ վերլուծաբանների, որ Ալիևը եւս մեկ քայլ է անում աշխարհին խաղաղարար ներկայանալու ճանապարհին։ Լիլիթ Սարգսյանի ռեպորտաժը։ Ադրբեջանական բենզինը ԿՊԱ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալեցակայաններում կվաճառվի։ Ռանոյլը Մեգատրեյդ ընկերությանն է, որը Սուքիասյանի ընտանիքին պատկանող Սիլ կապիտալի մաս է։ Մեգատրեյդը 1300 տոննայից 600 տոննան է գնել։ Արդյոք կշարունակեն ադրբեջանական բենզին առնել, կորոշեն առաջին վաճառքից հետո, հայտնել է ընկերության տնօրենը։ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների նավթային առևտրի պայմանավորվածությունից հետո գնդակը մասնավոր ընկերությունների դաշտ է նետվել։ Նրանք պետք է որոշեն, շարունակվելու է ադրբեջանական նավթամթերքի ներկրումը, ինչպես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Ակնարկել էր, որ եթե Վրաստանի հետ չհաջողվի շահավետ համաձայնության գալ, մասնավոր ընկերությունները այլընտրանքային ճանապարհներ պետք է գտնեն։ Վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան եւ հույս ունեմ այդ հարցերը կամ կկարգավորվեն, կամ եթե չկարգավորվեն, տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն։ Ադրբեջանի տարածքով Տնտեսագետն անհնար է համարում առանց Հայաստան-Ադրբեջան դիվանագիտական կապերի հաստատման, առանց քաղաքական հստակ պայմանավորվածությունների շարունակել նավթային գործարքները շատ արագ իմացա։ Հայաստանի ու Ադրբեջանի մասնավոր ընկերությունների միջև, ինչպես անում են հայ ու թուրք որոշ գործարարներ։ Կարծում եմ սա այդ դեպքը չէ, որ մենք
կարող ենք բիզնեսներին թողել եւ նրանք այդ գործունեություն անենք, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը հիմնականում ի վիճակի է արտահանել վառելիք, այսինքն որի սեփականը պետությունն է, այսինքն մենք պետություն համագործակցության եւ շփման կարիք ենք ունենալու։ Չի կարող հայկական մի փոքր ինչ-որ կազմակերպություն այս բոլոր անվտանգային, տնտեսական, սոցիալական եւ այլ բնույթի խնդիրները լուծել։ Այստեղ բավական լուրջ երաշխավորներ են պետք, ապահովագրություն է պետք։ Վրաստանն այս անգամ թույլատրել է իր տարածքով անվճար փոխադրել ադրբեջանական նավթամթերքը Հայաստան։ Լուրջ հարց է, թե հետագայում ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն վրացական կողմի հետ։ 5% մաքսատուտ պետք է վճարել։ Տնտեսագետի համոզմամբ սա կարճաժամկետ ակցիա է, որը Փաշինյանի քաղաքական թիմը խաղաղությունն այլևս իրողություն է ժապավենով է փաթեթավորել։ Քաղաքական ակցիա է ուղղված ինչպես ներքին լսարանին, այնպես էլ արտաքին աշխարհին, արտաքին խաղացողներին, որոնք այսպես խաղաղության օրակարգի երաշխավորողներն են։ Ադրբեջանական բարձրակարգ բենզինի ներկրմամբ տնտեսագետի համոզմամբ իշխանությունն ուզում է ցրել Ադրբեջանի տարածքով մեր երկիր ներկրված ղազախական ցածրակարգ ցորենից դժգոհությունները։ Նախկինում ադրբեջանական կողմը 92 մարկայի կամ ռեգուլյար բենզին։ Հիմա հրապարակված տեղեկատվության համաձայն 1300 տոննա 95 մարկայի պրեմիում վառելիք է գալիս Հայաստան։ Սա այսպես հետաքրքիր բացառիկ երևույթ է, հաշվի առնելով վիճակագրությունը վերջի տարիներին։ Ամեն դեպքում հայ-ադրբեջանական նավթամթերքի առևտուրը շարունակելուց առաջ պետք է հաշվի առնել, որքանով է ձեռնտու ադրբեջանական բենզինը ռուսականի համեմատ։ Ռուսական կողմի հետ մենք ունենք միջպետական համաձայնագրեր, որը թույլ է տալիս մեզ արտոնյալ պայմաններով, գներով ապրանք ձեռք բերել Ռուսաստանին։ Ռուսաստանից է Հայաստան մտնում վառելիքի 90%-ը, մնացած 10%-ը Վրաստանից, Իրանից ու Ռումինիայից է գալիս մեր երկիր։ Տնտեսագետը բացատրում է, որ ցանկացած երկրից հնարավոր չէ վառելիքներ կրել։ Երկար ճանապարհ անցնելով նավթամթերքը հարստանում է ծծմբով, ինչի հետևանքով այրվելիս վնասակար գազեր է առաջացնում, իսկ դա դուրս է եվրասիական ստանդարտներից։ Հայաստան Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր եւ պետք է իր վառելիքը համապատասխանի եվրասիական ստանդարտներին։ Օրինակ դրա պատճառով շատ հաճախ մենք չենք կարող Իրանից դիզելային վառելիք կամ բենզին ներկրենք։ Ռուսական նավթամթերքում նույնպես ավելանում է ծծմբի քանակը տեղափոխման ընթացքում, բայց տնտեսագետը բացատրում է, որ Հայաստանն իրավունք չունի ստուգել ռուսական նավթամթերքի որակը, քանի որ երկուսն էլ ԵԱՏՄ անդամ են։ Այլ երրորդ երկրների հետ մենք պարտավոր ենք, քանի որ եթե այդ ապրանքը մտավ Հայաստան, դառնում է եվրասիական եւ տեսականորեն այդ ապրանքը կարող գնա նաեւ Ռուսաստան։ Հետևաբար ադրբեջանական վառելիքը նույնպես պետք է փորձաքննության ենթարկվի Հայաստանում։ Ադրբեջանը 2023 թվականին մոտ 714,000 տոննա դիզելային վառելիք է արտահանել, մոտ 32,000 տոննա բենզին։ Դիզելային վառելիքի որակը պետք է լինի 10 ppm Հայաստանի ստանդարտներ, թե դա կհամապատասխանի թե ոչ, դա փորձաքննություն է ցույց կտա։ Ադրբեջանից բենզինի ներկրումը կարող է շահավետ ու ձեռնտու լինել ճանապարհի կրճատման տեսանկյունից, բայց այն դեպքում, եթե վառելիքը ոչ թե Վրաստանով փոխադրվի Հայաստան, այլ երկաթուղով Ղազախից Իջևան։ Վրաստանի տարածքում 1 կիլոմետր բեռ տեղափոխելու համար մենք վրացական կողմին 1 տոննայի հաշվով տալիս ենք մոտ $0.5 գումար, տարանցման գումար։ Երկաթուղային այդ բեռնափոխադրումը կազմակերպելու համար։ Համատության մեջ ասեմ, օրինակ Ադրբեջանում դա կազմում է $2, այսինքն մոտ 2.5 անգամ ավելի քիչ։ Համարել։ Հինգշաբթի Փաշինյանը հայտարարել է, որ ուզում է ռուսական կողմին խնդրել վերականգնել Իջևան-Ղազախ երկաթգիծը։ Այդ օրը նա հանձնարարական է տվել տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարին ստուգել Իջևանի երկաթգծի կայարանի շրջակա հողերի կարգավիճակը։ Հրապարակային կասկած հայտնելով, որ այդտեղ հնարավոր է խնդիրներ ունենան։ Մենք հանրության հետ Լիլիթ Սարգսյան, Թերեզա Կադաևչյան, Աշոտ Մնոյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Որովհետեւ այդ հատվածը Ռուսաստանի կառավարման ներքո չի։ Նիկոլ Փաշինյանն ինքն է իր Facebook-յան էջում գրել, թե Սոկարի վառելիքի մուտքը Հայաստան նշանակում է, որ մեջբերեմ խաղաղությունն այլևս իրողություն է։ Թեման կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ, նա մեր երկրորդ տաղավարում է։ Արման, բարի երեկո։ Բարի երեկո, Լարա։ Արդարացված է Փաշինյանի խանդավառությունը։ Սոկարի վառելիքի մուտքը Հայաստան կարող է համարվել մեսիջ, թե Ադրբեջանը արդեն հրաժարվել է նախապայմաններից եւ պատրաստ է վերջնական խաղաղության։
Լարա տնտեսական առանձին դրվագներ վերցնելով ներկայացնել Ադրբեջանի քաղաքականությունը, կարծում եմ իլյուզիաներ կարող է միայն ստեղծել։ Եթե Ալիևը խաղաղություն ցանկանար, ապա ադրբեջանական իշխանամերձ մամուլը, չգիտես ինչու հենց այս շաբաթ չէր հիշի, որ դեռ 2023 թվականի նոյեմբերին Հայաստանի կառավարությունը հաստատել էր մշակութային պահպանման եւ զարգացման 2023-2027 թվականների ռազմավարությունը եւ այն չէր ներկայացնի որպես խաղաղության հերթական խոչընդոտ։ Բաքվին հատկապես զայրացրել է ռազմավարության մեջ տեղ գտած այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են Ադրբեջանի օկուպացիա, մշակութային ցեղասպանություն եւ այլն, ինչպես նաեւ օկուպացված Արցախի Հադրութի շրջանում գտնվող Ազոխի քարանձավը ներկայացվում է այնտեղ որպես հայկական ժառանգություն։ Ադրբեջանցիները պնդում են, որ նման նարատիվները չեն համապատասխանում Վաշինգտոնյան հայտարարություններին։ Այսպիսով Բաքվի կողմից նավթային քաղաքականությունը իրականում շղարշ է տնտեսական գործարքի տեսանկյունից եւ այդ նման կերպ Բաքուն թաքցնում է իր իրական նպատակները։ Իհարկե Ալիևին նման կերպ ավելի հարմար է, որովհետեւ նա ներկայացնում է սա որպես խաղաղության ջատագովության դրսևորում։ Ադրբեջանում տեղի ունեցած վերջին նշանակումը պարզապես ցնցող էր Արման։ Ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կինը Շեբնեմ Սաֆարովան նշանակվել է Ստադին Ադրբեջան պետական նախագծի տնօրեն։ Սա այն դեպքում, որ նրա ամուսինը հենց ՆԱՏՕ-ի կրթական ծրագրի ժամանակ էր կացնահարել քնած այս պահին։ Այո, Լարա, սա եւս մի դրվագ է, որը չի տեղավորվում խաղաղության տրամաբանության մեջ։ Սաֆարովների ընտանիքի շուրջ ադրբեջանական մամուլում այս շաբաթվա սա արդեն երկրորդ լուրն էր։ Նախ գնդապետ զինվորական կոչում ստացավ հային կացնահարած Ռամիլ Սաֆարովը, իսկ շաբաթվա վերջում էլ հայտնի դարձավ, որ նրա կինն է ստացել բարձր պաշտոն կրթության ոլորտում։ Սա ակնհայտ ուղերձ է Ադրբեջանի ժողովրդին եւ աշխարհին, որ Ադրբեջանում հայ սպանությունը չի ընկալվում որպես հանցագործություն, այլ հակառակը երաշխիք է բարձր լավ պաշտոն ստանալու համար։ Լավ, ո՞րն է Ալիևի վերջնանպատակը եւ ինչու է նրան պետք, որ լարվածությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում պահպանվի, եթե խաղաղության պայմանագիրը ըստ հայտարարությունների պատրաստ է։ Իրականում Լարա պատճառը պետք է փնտրել Ադրբեջանի նավթային հորերում, որովհետև վերլուծաբանների կարծիքով շատ շուտով Ադրբեջանը թևակողելու է մի փուլ, որը նրանք անվանում են հետնավթային մղձավանջ։ Ադրբեջանական եւ միջազգային վերլուծությունները ցույց են տալիս, որ 2027-2030 թվականներից սկսած Ադրբեջանը բախվելու է նավթային լուրջ խնդիրների եւ Ալիևի փողլռության դիմաց վարած քաղաքականությունը այլևս ակտուալ չի լինելու։ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ շուտով սոցիալական բունտեր են հասունանալու եւ Ալիևը ադրբեջանցիների այս սոցիալական խնդիրները չեզոքացնելու համար ստեղծել է եւ շարունակում է ստեղծել արտաքին եւ ներքին թշնամիների պատկերը, այլ կերպ ասած Ադրբեջանի խաղաղությունը պետք չէ այնքանով, որ որոշ ժամանակ հետո ադրբեջանցիները հարցնելու են իսկ ուր կորան մեր միլիարդավոր նավթային դոլարները։ Շնորհակալ եմ Արման, սիրելի հայրենակիցներ, մեր երկրորդ տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը։ Իսկ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են կադրեր օլիգարխի դիզայնը անունով վավերագրական ֆիլմից, որոնցում իբրև թե երևում են Արցախի Բաքվի բանդում գտնվող նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պահման պայմանները։ Փայլեցրած բանտախցերը, ատամնաբուժական բազկաթոռը, ժամանակակից գրադարանն ու մարզասրահը վերլուծաբանների համոզմամբ փոշի են, որ Ալիևը փչում է աշխարհի աչքերին։ Այդ սենյակները շատ նման են դպրոցների այն լաբորատորիաներին, որ զուտ իբրև ֆոտոզոնա են օգտագործվում նախարարության ստուգումների ժամանակ, իսկ աշակերտների առաջ դրանց դռները միշտ փակ են։ Իսկ Բաքվի կեղծ դատավարության ժամանակ շարունակվում են հայ գերիների եզրափակիչ ելույթները։ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարել են, որ չեն ընդունում առաջադրված մեղադրանքները։ Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս 15 գերիների դատական նիստերը մինչև դեկտեմբերի վերջ կավարտվեն, համոզված է Միեդում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Կասդարարեն, որ դատավարությունը ավարտված է, դատարանները հեռացել են խորհրդակցական սենյակ։ Սահակյանի խոսքով Ադրբեջանի դատախազությունը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեծ մասին, մյուս 15 գերեվարված հայերին դատապարտել 14-ից 19 տարի ազատազրկման։ Մենք վստահ ենք, որ այս առաջարկները վավերացվել են դատարանների կողմից, քանի որ ի սկզբանե դատավարությունը քաղաքական պրոցես է եղել։
Արցախի երկրորդ եւ երրորդ նախագահներին Արկադի Ղուկասյանին եւ Բակո Սահակյանին դատարանը չի կարող ցմահազատազրկել։ Նրանց տարիքով պայմանավորված, ասում է Սահակյանը, Ադրբեջանի օրենսդրությունը արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահազատազրկել։ Դատախազներն առաջարկել են 20 տարի ազատազրկման դատապարտել նրանց։ Մեծ սպասումներ պետք չէ ունենալ, իրատեսականորեն մենք գիտենք, որ բոլորի պարագայում կայացվելու են մեղադրական դատավճիռներ եւ ընտրվելու է կամ ցմահազատազրկումը կամ 20 տարի ազատազրկումը։ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ու գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն են երեկ խոսել Բաքվի ռազմական դատարանում։ Ըստ Ազերտ հաշպետական լրատվական գործակալության նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։ Տրվել է վերջին խոսքով հանդես գալու հնարավորություն, առաջիկա նիստով հանդես կգա Ռուբեն Վարդանյանը։ Իդեպ Բաքվում 3 քարոզչական մի վավերագրական ֆիլմ են ցուցադրել օլիգարխի դիզայնը վերնագրով, որի հիմնական մասը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին է։ Քարոզչական տեսանյութ է, որը փորձում է հիմնավորել, որ իրապես Արցախում կատարվել են ահաբեկչական գործողություններ, սա կրկին Արցախի ինքնորոշման իրավունքը մերժող քարոզչական նյութ է։ Ֆիլմից կադրեր են տարածվել, թե գերեվարված հայերը, այդ թվում Ռուբեն Վարդանյանը, ինչ բանտախցերում են ապրում։ Փորձել են միջազգային հանրությանը ցուցադրել, որ պահման իդեալական պայմաններ են ապահովել հայերի համար։ Միեդում հայ գերիների շահերի պաշտպանը կասկած չունի, որ ցուցադրված բանտախցերը ընդամենը ֆոտոզոնա են։ Իրականում բոլորը գիտեն, թե ինչ անմարդկային պայմաններում են պահում հայ գերիներին, ասում է Սիրանուշ Սահակյանը։ Բացահայտված է դատական գործընթացներում, որ այդ վայրերը ընդամենը լուսանկարչական նպատակով ստեղծված վայրեր են եւ առնչություն չունեն նրանց պահման իրական վայրերի հետ։ Համացանցում տարածված այս տեսանյութն արդեն ուսումնասիրում են, ասում է Սահակյանը։ Առաջիկայում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հայտարարություն կանեն։ Էդգար Ղուշչյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Սիրելի հայրենակիցներ, այժմ համառոտ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Ուկրաինայի երկնքում Ռուսաստանի պետական դրոշով դրոն է հայտնվել բանակցային սեղանին, զիջումների մասին խոսակցություններ են։ Ինչ կարող է տալ Ռուսաստանը եւ ինչ է ակնկալում ստանալ։ Ինչ կարող է տալ Ուկրաինան եւ ինչ է ակնկալում ստանալ։ Դոնալդ Թրամփը որպես գրին քարտի այլընտրանք ներկայացրել է ոսկե քարտը, $1 միլիոն արժե մուտքը Միացյալ Նահանգներ, արդեն 1.3 միլիարդ դոլարի ոսկե քարտ է վաճառվել։ Եվ Երևանում մեքենաների կայանման համար նախատեսված կարմիր գծերը 13 անգամ թանկացրած քաղաքական ուժի ներկայացուցիչները Գյումրիում կտրուկ դեմ են արտահայտվել, որ կայանման համար առհասարակ վճար սահմանվի։ Երևանի նման 60,000 չեն կարելի գնալ։ Եվ այսպես ռուս-ուկրաինական ճակատից շարունակում են խիստ հակասական լուրեր գալ։ Ռուսական կողմը վստահեցնում է, թե վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Վիսոկոյե եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետության Սվետլոյե գյուղերի նկատմամբ։ Ուկրաինական կողմը չի հաստատում։ Ռուսական, նաեւ ուկրաինական տելեգրամալիքներում հայտնվել է տեսանյութ, որում երևում է ռուսական դրոշ ծածանող մի դրոն, ըստ տեղեկությունների Կիևի կենտրոնում է օդ բարձրացրել դրոնը։ Ավելի ուշ սակայն Ուկրաինայի ոստիկանությունը վստահեցրել է, որ ֆեյք է տեսանյութը։ Բանակցային սեղանին զիջումների մասին խոսակցություններ են, Ծովինար Բարխուդարյանն է պատմում։ Կապիտուլյացիայով թե բանակցություններով կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը։ Վաշինգտոնի գնահատմամբ ոչ Մոսկվան, ոչ էլ Կիևը չեն դիտարկում կապիտուլյացիայով պատերազմի ավարտը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով միակ իրատեսական ելքը մնում է բանակցային գործընթացը։ Բանակցային կարգավորումը պահանջում է երկու բան։ Կողմերը պետք է ինչ-որ բան շահեն դրանից կամ զիջեն։ Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող է տալ Ռուսաստանը եւ ինչ է ակնկալում ստանալ։ Ինչ կարող է տալ Ուկրաինան եւ ինչ է ակնկալում ստանալ։ Արդյունքում որոշումը կախված կլինի Ուկրաինայից եւ Ռուսաստանից, այլ ոչ թե Միացյալ Նահանգներից։ Կողմերի դիրքորոշումները պատերազմի սկզբից ի վեր էական փոփոխությունների չեն ենթարկվել։
Ռուսաստանը Ղրիմն ու Դոնբասը դիտարկում է որպես պատմականորեն ռուսական տարածքներ եւ կտրականապես մերժում է ՆԱՏՕ-ի զորքերի հնարավոր տեղակայումը Ուկրաինայում։ Մոսկվան պատրաստ է քննարկել միայն Կիևի անվտանգության կոլեկտիվ երաշխիքներ եւ բացառապես ԵԱՀԿ շրջանակում։ Гарантии безопасности Անվտանգության երաշխիքները ենթադրում են Ուկրաինայի համար Եվրոպայի գլխավորությամբ բազմազգ ուժերի ստեղծում։ Այս ուժերը կօգնեն վերականգնել Ուկրաինայի զինված ուժերը, ապահովել երկրի օդային տարածքի վերահսկողությունը, ծովային անվտանգությունը եւ իրականացնել ցամաքային գործողություններ Ուկրաինայում։ безопасности на море. Այլ կերպ ասած, սա ոչ թե անվտանգության երաշխիք է, որքան եւս մեկ փորձ, բավականին անամոթ, Попытки достаточно такой, знаете, нахрапистой. Ես կասեի սադրիչ փորձ ռազմականորեն շահագործելու Ուկրաինայի տարածքը որպես Ռուսաստանի Դաշնությանը սպառնալու հարթակ։ Угроз Российской Федерации. Կիևը հրաժարվում է տարածքային որևէ զիջումից, սակայն արդեն ընդունում է, որ Ղրիմը ռազմական ճանապարհով վերադարձնելն իրական չէ։ Ուկրաինան չի հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակից, սակայն այդ հարցում այլևս կոշտ պահանջատեր չէ։ Կիևը պահանջում է վստահելի անվտանգության երաշխիքներ, ռազմական ու ֆինանսական։ Ուկրաինային Եվրամիության տրամադրած 90 միլիարդ եվրո վարկը Զելենսկիի համար կարևոր քաղաքական եւ տնտեսական հաղթաթուղթ է համարում ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանը։ Վարշավայում գտնվող Զելենսկին շռայլ գովեստի խոսքեր է լսել վարչապետ Դոնալդ Տուսկից։ Ինձ համար ակնհայտ է, որ ձեր պայքարը մեր ընդհանուր պայքարն է, հանուն Եվրոպայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի։ Ես բարձր եմ գնահատում ձեր ջանքերը։ Դուք հերոս եք, ոչ միայն Ուկրաինայի, այլև Լեհաստանի համար։ Այսօր եւ վաղը Ֆլորիդայում տեղի կունենան երկկողմ բանակցություններ։ Ուկրաինացիներն արդեն հանդիպել են ամերիկացիների հետ։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստամ Ումերովը հայտարարել է, որ համաձայնեցրել են հաջորդ քայլերը։ Ֆլորիդայում կլինի նաեւ Թրամփը, ըստ Սպիտակ տան, նա բազմաթիվ հանդիպումներ ունի։ Վաղը Մայամիում կլինի նաեւ ռուս բանագնաց Կիրիլ Դիմիտրևը, Ստիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հետ հանդիպելու համար։ Ֆլորիդայում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ուկրաինայի երակողմ հանդիպում նախատեսված չի եղել։ Դմիտրիևի եւ ուկրաինացի բանակցողների որևէ շփում բացառվել է։ Ակտիվ բանակցությունների ֆոնին Մոսկվան հայտարարել է, որ խզում է 1992-ից 2002 թվականներին եվրոպական 10 երկրների՝ Գերմանիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Դանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Խորվաթիայի, Բելգիայի եւ Չեխիայի հետ կնքված ռազմական պայմանագրերն ու Մեծ Բրիտանիայի հետ ստորագրված հուշագիրը։ Հակառակ կողմերի խաղաղության ձգտումներին ինտենսիվանում են նաև փոխադարձ հարվածները ջրում։ Առնվազն 8 մարդ զոհվել է, 27-ը վիրավորվել Օդեսայի մարզի նավահանգստին ռուսական հարվածներից։ Վնասվել են Նիկոլաևի մարզի էներգետիկ ենթակառուցվածքները։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով Ռուսաստանը գրոհել է 3 Իսկանդեր հրթիռներով եւ 5 տասնյակից ավելի անօդաչու թռչող սարքերով։ Մեկնաբանելով սև եւ միջերկրական ծովերում ռուսական նավերի վրա հարվածները, Պուտինը դրանք դատապարտել է եւ պատասխան խոստացել։ Այսօր ուկրաինական կողմը հայտարարել է, որ ռուսական ռազմական նավ է խոցել Կասպից ծովում։ Ախոտնիկ նավը բարեկություններ անում Կասպից ծովում նավթի եւ գազի արդյունահանման հարթակի մոտ։ Մոսկվան այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Դոնալդ Թրամփը որպես գրին քարտի այլընտրանք ներկայացրել է ոսկի քարտը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Միացյալ Նահանգների ներգաղթը այժմ հնարավոր կլինի ոսկե քարտի համար $1 միլիոն վճարելու դեպքում։ Միացյալ Նահանգների առևտրի նախարարը հայտնել է, որ Միացյալ Նահանգները ընդամենը մի քանի օրվա ընթացքում վաճառել է $1.3 միլիարդ ոսկե քարտեր։ Ուրբաթ է հայտնի դարձել, որ Վաշինգտոնը դադարեցնում է գրին քարտի խաղարկությունը Բրաունի համալսարանի ողբերգության ֆոնին։ Երկու մարդու կյանք խլած հրաձգության գործով մեղադրյալը Միացյալ Նահանգներ էր մտել հենց այդ ծրագրով։ Միացյալ Նահանգները Սիրիայում սկսել է բազայի հարված գործողությունը անցած շաբաթ Պալմիրայում 3 ամերիկացի զինծառայողների սպանության պատճառով։ Գործողության թիրախը իսլամական պետության զինյալներն են, նրանց ենթակառուցվածքները եւ զենքի պահեստները։ Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրություն է։ Միացյալ Նահանգները նախագահ Թրամփի ղեկավարությամբ երբեք չի տատանվի ու երբեք չի նահանջի իր ժողովրդի պաշտպանության հարցում, գրել է Պենտագոնի ղեկավարը։
Ալբանիայում 2 օր առաջ խորհրդարանական նիստը վերածվել է խոշոր բախման։ Այսօր տարածված կադրերում երևում է, թե ինչպես են ընդդիմադիրները դյուրավառ նյութեր այրել, շշեր շպրտել իրար վրա։ Նրանք պահանջել են փոխվարչապետի հրաժարականը։ Նա Ալբանիայի միակ բարձրաստիճան պաշտոնյանն է, որի դեմ քրեական գործ կա հարուցված։ Նա մեղադրվում է մրցույթների կամ հանրային աճուրդների մասնակիցների հավասարությունը խախտելու համար։ Վերադառնանք մեր խնդիրներին։ Մինչ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ապաստանած արցախցիներին բարձր տոնով հորդորում է տնավորվել Հայաստանում ու մոռանալ Արցախ վերադարձի հնարավորության մասին, հազիվ ծայրը ծայրին հասցնող մարդիկ ոչ միայն տնավորվել, այլև պարզապրուստ հայթայթել չեն կարողանում։ Պետության անտարբերության ստվերի տակ մնացած արցախահայերին օգնության են հասնում մասնավոր կազմակերպություններ։ Ինչ անենք, հետ բաց ու ճանապարհ չկա, պիտի ապրենք։ Տղային ու թոռանն է կորցրել Արցախում այս կինը, հիմա ապրում է Հրազդանում, փորձում ծայրը ծայրին հասցնել։ Ես եմ հարցուս երկու աղջիկ երեխա։ Ռուսական մարդասիրական առաքելությունն ու Եվրասիա հասարակական կազմակերպությունն այս անգամ Հրազդանի արցախցիներին են այցելել։ Մենք ունիվերսալ փաթեթներ ենք տալիս, որոնց մեջ սնունդ ու հիգիենայի պարագաներ են։ Բացի այդ, մենք մանկական սննդի փաթեթներ ենք տալիս այն ընտանիքներին, որոնք 3 տարեկանը չլրացած երեխա ունեն։ Առավել խոցելի ընտանիքներին սնունդ եւ հիգիենայի պարագաներ, տնտեսական ապրանքներ են տալիս տոպրակներով։ Մարդկանց խոսքով, հատկապես նոր տարվա շեմին օգնությունը տեղին է։ Ես արդեն պիտի մի 3 օր աշխատեմ, որ ես օգնությանը համապատասխան մեր տան այս կարիքը հոգամ։ Այս պահին ցանկացած օգնություն էլ ինձ թվում է բոլորին պետք է, մանավանդ այդ աջակցություններից, որ արդեն հիմնական ով որ սերտիֆիկատով բնակարանա ձեռք բերում, արդեն ձեռքում է աջակցություններից, ու մանավանդ են ընտանիքները, որտեղ երեխաները շատ են, որտեղ ասենք մանավանդ Հրազդանի պայմաններում մի քիչ աշխատանքի պահն է դժվար, որ աշխատանք չի լինում, ցանկացած օգնություն էլ պետք է լինում։ Օգնություն տրամադրում են արցախցի առաջին կարգի հաշմանդամներին, 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին, 2020-ի եւ 23-ի Արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, Հայկազովի բենզինի պահեստի պայթունից տուժածների ընտանիքներին եւ միայնակ թոշակառուներին։ Բացի այդ 5 խմբերից նաեւ բացառությունների կարգով նույնպես դիտարկում ենք շատ խոցելի ընտանիքներ, ծանր սոցիալական կարգավիճակում գտնվող ընտանիքներին, փորձում ենք նրանց նույնպես աջակցել։ Կազմակերպությունները այս տարվա հուլիսից ավելի քան 5000 ընտանիքի արդեն տրամադրել են օգնություն Հայաստանի տարբեր մարզերում։ 2026-ին էլ են շարունակելու ծրագիրը Հայաստանի հարավային շրջաններում, Վայոց ձորում եւ Սյունիքում, վերջում կվերադառնան մայրաքաղաք։ Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Հայլուրի համար։ Երևանում մեքենաների կայանման համար նախատեսված կարմիր գծերը 13 անգամ թանկացրած քաղաքական ուժի ներկայացուցիչները Գյումրիում կտրուկ դեմ են արտահայտվել, որ կայանման համար առհասարակ վճար սահմանվի։ Իհարկե քաղաքական ճգնաժամ Հանրապետության երկրորդ քաղաքում հասունացնել ՔՊԱ-ականներին չի հաջողվել, առանց քաղաքապետ Ղուկասյանի էլ ընդդիմությանը հաջողվել է հաստատել բյուջեն։ Կարդացեք, սովորեք, ու ի վերջո կրթվելը նորաձև է։ Թեժ է սկսվում Գյումրիի ավականու հերթական նիստը։ Կրթվելը նորաձևություն համարող ՔՊԱ-ականը մունատ է գալիս գործընկերների վրա։ Անտրամաբանական անգրագետ հայտարարություններ չանել։ Նրան կարգի է հրավիրում Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Արաքելյանը։ Տիկին Հարությունյան, խնդրեմ, որ տաբիժեմ Որակավորումներն չի տալիս։ Չէ, բայց ներողություն, բայց իմ ելույթի ընթացքում կարող ասել, ինչ կապ ունի այդ ասած այդ նախագծի հետ։ Ուղիղ կապ։ Քնարիկ Հարությունյանն ու իր թիմակիցները, որ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո բոյկոտել ու տապալել էին ավականու նոյեմբերի նիստը, հիմա էլ որոշել են շահարկել քաղաքում ավտոկայանատեղիները վճարովի դարձնելու նախագիծը։ Այսօր եկել քննարկում ենք մի հարց, որտեղ ոչ թե մենք փորձում ենք Գյումրեցու բեռը թեթևացնել, այլ ինչ չափով փորձում ենք Գյումրեցու վրա բեռ ավետացնել։ Ներողը պետք է քննարկվի, պետք է ուսումնասիրվի ամբողջ մեր ձեր ասած հասարակության խավը, թե ինչքան են Երևանի նման 60,000 չեն տագելու իքոնալային։ Երևանը 500 հատակություն։ Դե եմ ասում, Գյումրուն համապատասխան։ Գյումրուն համար Գյումրուն համապատասխան է պետք է լինի այդ առաջարկությունները։ Կայանատեղիների դրույքաչափ սահմանելու նախագիծը հանվեց օրակարգից։ Քաղաքը գոտի ավորելու հստակ մեխանիզմներ ունենալուց հետո միայն նախագիծը կներկայացվի ավականու քննարկմանը։
Իսկ օրակարգում ամենակարևորը քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի հաստատումն էր, ըստ որի համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը կբարձրանան։ Այս տարի որոշել ենք ավելացնել համայնքային ծառայողների աշխատավարձերը 20%-ի չափով, իսկ մնացածներինը 10%-ի չափով։ Ինչու՞, որովհետև ինչպես գիտեք, ամբողջ հանրապետությունում միակ համայնքն է եղել Գյումրի համայնքը, որտեղ աշխատավարձերը շատ ցածր են եղել։ Եթե մենք նախատեսում ենք 20% աշխատավարձերի բարձրացում անել, ապա ինչ միջոցներով ենք անելու դա։ ՔՊ-ն դեմ է քվեարկում Գյումրիի բյուջեի նախագծին, բայց չի տապալվում դրա հաստատումը։ Համայնքապետարանում կալանավորումներից հետո միասնական մնացած 4 խմբակցությունները 18 ձայնով հաստատում են քաղաքի հաջորդ տարվա բյուջեն։ 2026-ին Գյումրին կունենա 7 միլիարդ 582 միլիոն դրամ, նախորդ տարվա համեմատ 400 միլիոնով ավելի։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։ Եվ վերջում այն մարդկանց մասին, որոնք հոգու աչքերով են տեսնում այս աշխարհը։ Նիկողայոս Տիգրանյանի անվան հատուկ դպրոցը Հայաստանում միակն է, որտեղ աշխատում են տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հետ։ Նրանց սովորեցնում են կողմնորոշվել տարածության մեջ։ Փոքրածավալ վիպակի։ Այս փոքրիկ մատներն ամեն ինչ զգում են, կարդում են, նվագում, շոշափում, նույնիսկ նկարում ու արձանիկներ պատրաստում։ Այս երաժշտությունը կոչվում է սերը կապույտ է։ Սերը կապույտ է։ Նվագեմ։ Այո, իհարկե։ Նիկողայոս Տիգրանյանի անվան հատուկ դպրոցի սաները չեն տեսնում ինչպես բոլորը, բայց սովորում են ապրել բոլորի մեջ։ Ես որոշել եմ հետագայում զբաղվել վոկալով, երաժշտությամբ ավելի ճիշտ, ծրագրավորմամբ, ինչպես նաև աշխատել Microsoft-ի 3 ծրագրերով։ Այստեղ սովորում է 61 երեխա հանրապետության տարբեր շրջաններից։ Նիկողայոս Տիգրանյանի անվան հատուկ դպրոցը հանրապետությունում միակն է, որտեղ երեխաներին սովորեցնում են չտեսնելով կողմնորոշվել տարածության մեջ։ Դպրոցի տնօրենի պաշտոնակատարի խոսքով տեսողական խնդիրներ ունեցողները թաքնված տաղանդներ ունեն, որոնք պետք է արթնացնել։ Ուսուցիչներ, ֆիզիկոսներ, երաժիշտներ, ծրագրավորողներ են դուրս եկել այս դպրոցից։ Հետաքրքիր է, նույնիսկ շատ հուզիչ այն առումով, երբ որ բացահայտում ես իրենց պոտենցիալ հնարավորությունները, նշեմ, որ դրանք քիչ չեն եւ չունենալով տեսողություն, իրենք իրենց մեջ ունեն լույս, որը որ պետք է ճառակի եւ բոլորը դա տեսնեն։ Իրենք նույնիսկ ունեն իրենց խոսքում այսպիսի արտահայտություն, ես չունեմ տեսողություն, շատ շատերից ավելին եմ տեսնում։ 12 տարեկան Ժորան չի հիշում, քանի տարի է սովորում Դաշնամուրի դպրոցում, բայց գիտի, քանի քննություն է հանձնել։ Այդպես նա հաշվում է սովորած տարիները։ Ծնվել եմ Սիսիան քաղաքում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, բայց իմ առաջին, չգիտեմ, 4 թե 5 տարիները անցկացրել եմ մեր գյուղում, Անգեղակոթում։ Ես դաշնամուր նվագել սովորել եմ գնալով Կոստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոց։ Արդեն չգիտեմ քանի տարի եմ գնում, բայց մի 6 թե 7 չեմ հիշում, բայց մոտավոր այդ թվերի քանակով քննություններ եմ տվել։ Մերին զգում է ձայներով, սիրում է կարդալ, երգել։ Ապագան երաժշտության մեջ է պատկերացնում։ Դպրոցում շատ է ժամանակ անցկացնում գրադարանում, կարդում է Բրալյան այբուբենով գրված տարբեր հեղինակների գրքեր։ Ես ծնվել եմ Երևանում, բայց արմատներով Ջավախքից եմ, Վահան Տերյանի գյուղից եմ։ Զգում եմ այս աշխարհը ձայների միջոցով։ Օրինակ ձայնը, որ դու լսում ես, դու ինձ ինչպիսին ես պատկերացնում։ Ես ես պատկերացնում եմ շատ բարի, շփտեր ես, շատ ուրախ։ Ու ես հիմա իսկապես շփտում եմ։ Ես դա զգում եմ, որ դուք շփվում եք։ Տարածքում կողմնորոշվելու համար Նիկողայոս Տիգրանյանի անվան հատուկ դպրոցի բակում փոքրիկ քաղաք են կառուցել։ Կա վերգետնյա անցում, տեղադրել են լուսացույցներ։ Իրար ուղեկցելով աշակերտները սովորում են օգտվել ճանապարհներից ինքնուրույն, սպիտակ գլխիկով, փայտի միջոցով։ Նույնիսկ համակարգչից ու հեռախոսներից են օգտվում հատուկ ձայնային ծրագրերի միջոցով։ Մեքենաների հոսքից, լսողության հետ կապված, կամ մեքենաների հոսքով, կամ զգում ես էլի մարդիկ կողքովդ գալի գնում են։ Այդ քայլելուց, եթե գալի կանգնում են, ուրեմն անցնելու ժամանակը չի։
Քարքարոտ վայրերում այսպես ենք մենք օգտագործում։ Արձակուրդներին էլ տուն են գնում, վայելում ընտանիքի ներկայությունը։ Ձմեռային արձակուրդներին ես կարող գնամ գյուղ, որ մեր բարբառը չմոռանամ, համել մեր երկու կատուն էին տեսնեմ, կիսկային մեկ էլ ռիժիկին, կիսկան ինքը սև սպիտակա, ռիժիկն էլ դե ռիժի։ Զարուհի Սահակյան, Նորայ Շարբաթյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Դուք դիտում եք Հայլուրը, շնորհակալություն ուշադրության համար։ Կհանդիպենք։